եկեղեցին ոչ թե աջակցել է, այլ համակարգստեղծ է։ Կրթության այնպիսի որակ է համակարգը օրինակ ստեղծել, որ 5-րդ դարից մինչև այսօր իր ամբողջ կարմիր գծով ձգվում է, որը մտածողության վրա է ազդել, մտածողությունը ձևավորել, միջավայր է ստեղծել, դաստիարակության հնարավորություններն են ընձեռել։ Վերցրեք առողջապահությունը, այսօր գլուխ են գովում, առողջապահության մոդելը 4-րդ դարում ներդրված, մինչև այսօր 21-րդ դարում Հայաստանի Հանրապետություն կամ աշխարհի որևէ այլ խնդիրներ ունեցողը մինչդեռ 4-րդ դարում են լուծել մարդիկ առողջապահական խնդիրները, ֆինանսների արտահայտում եւ մնացած բոլոր հարցերը։ Որ մենք ուզում ենք գիտություն, եթե հենց հիմա շիրակում ենք գտնվում, չէ՞։ Գիտությունը վերցրեք, 6-րդ, 7-րդ դարում մենք տիեզերքի մասին ենք խոսում, աշխարհագրության մասին ենք խոսում, ամենաշիրակացու իմաստով եմ ասում, օրինակ։ Եվ դեռ ինչ ասեմ, այն ժամանակ մարդիկ մտածում են, դեռ քննարկում են, չեն քննարկում, ապա երկրի մասին են մտածում։ Եվ այսպես որ եք մշակույթը վերցրեք, ռազմարվեստը վերցրեք, ռազմարվեստի մեջ այնպիսի կերպարներ կան, որոնք հենց եկեղեցու ծոցից են, համակարգից ծնված մարդիկ են։ Այսօրվա չսիրած Վարդան Մամիկոնյանը Սուրբ Վարդան ունի։ Լևոն երկրորդ թագավոր ո՞ր մեկին ասում։ Գրիգոր Պահլավյանի սրանք կանոններ են, որոնք մեր կյանքը ստեղծել են, հենց այդ հեղինակություններն ու առաջնորդությունը, որոնց բացատրում են։ Հետևաբար եկեղեցին ոչ թե աջակցել, այլ համակարգաստեղծ է, չունենալով պետականություն, պետական որևէ աջակցություն, ես սրա մասին բազմաթիվ անգամներ եմ ասել։ Ինձ ոչ ոք չի կարող պատասխանել այն հարցադրումով, որ ինչպես է պատահել, որ ասենք Գոշավանքը, Գոշի դպրոցը, Մխիթար Գոշի դպրոցը ստեղծվել ամեն դժնդակ պայմաններում եւ շուրջ 250 տարի, 300 տարի տևապես շարունակվել է։ Առանց ունենալ կրթական համակարգեր, այսօրվա իմաստով, ազգային ինստիտուտ, նախարարություն եւ այլն հսկայական փողեր, բոլոնյան ու չգիտեմ ինչական համակարգեր, առանց ունենալ մի վարդապետ, մի դպրոց։ Դարձել է 300 տարի շարունակ հայ ժողովրդի մատակարարող։ Այդտեղից միայն անուններն ասենք, թե ովքեր են ծնվել, բավարար է։ Այսինքն շարունակաբար եւ ամբողջ Հայաստանի տարածքով տարածված։ Եվ այդ հարցը տվել են։ Ինչպես է պատահում, որ 30 տարվա կամ մեր վերակախացումից հետո Հայաստանի Հանրապետությունը կրթական համակարգը անընդհատ փոխել եւ դեռ բարեփոխում է։ Եվ դեռ հիմա էլ բարեփոխվածից են դժգոհ։ Բայց մի մարդ, մի դպրոց 300 տարի շարունակաբար կրթելով ու մարդիկ աճեցնելով դպրոցներ առանց պետականության պահանջը, դա ինչպես է պատահում։ Նույն մարդիկ չեն, նույն միսոարները չեն, նույն ոսկորից պաշտից չեն նույն են, մեզանից ինչով են ավելի կապված այդ մարդիկ եղել։ Ոչ մի բանով բացատրել, մեկ բան են ունեցել են ոգևոր հիմնադրություն, հաստատունություն, աստվածային հավատ եւ ունեցել են պետության տեսիլ։ Եվ այդ ճանապարհով են առաջանում։ Հիմա գալով ձեր հարցին, մի քիչ երկար եղավ նախաբանից, որովհետեւ ուզում եմ որ այդ բաժինը շատ շեշտվի։ Մեզ եկեղեցին դրել են աջակցողի տեղ, ասենք, կողքից ինչ-որ մի բան ոչ։ Այս երկրում ինչքան համակարգ գոյություն ունի, եկեղեցին է ստեղծել։ Չկա ուրիշ բան, համակարգաստեղծ է։ Եվ դարձյալ ստեղծի խոսենք դրա մասին, թե ինչ համակարգ է մեզ անհրաժեշտ։